Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 19-ն է, օրը շաբաթ եւ բարև երկիրը սիրով սկսում է իր աշխատանքը։ Այսօր ինչպես տեսնում եք, ես մենակ եմ, իմ սիրելի գործընկեր Հայկա Պետրոսյան ինձ մենակ է թողել տաղավարում, իհարկե հարգելի պատճառներով, բայց կարծում եմ դա չի խանգարի, որպեսզի դուք ձեր առավոտյան թեյն ու սուրճը ինձ հետ կիսեք այսօր եւ ունենանք հրաշալի ժամ եւ մի քանի րոպե հաճելի զրույցներով, լավ երաժշտությամբ եւ առավոտը սկսենք իհարկե բարձր տրամադրությամբ օրը այդպես շարունակելու իհարկե պայմանով։ Շնորհակալություն հայտնեմ իհարկե մեր գործընկերոջը, որն է Տունդեպո խանութ սրահը, իր գունեղ, անկրկնելի եւ բացառիկ տեսականիով եւ հիշեցնեմ իհարկե այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե հեռուստազրույցով դիտելու հնարավորությունը բաց եք թողել։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Եվ քանի որ մենակ եմ, այո, շատախոսելու հնարավորություն չկա, միանգամից կանցնեմ օրվա թեմաներին։ Այսօր ապրիլի 19-ին նշվում է կրկեսի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 3-րդ շաբաթ օրը։ Տոնը 2009 թվականին նախաձեռնել են Եվրոպական կրկեսային ասոցիացիան ու կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի հովանու ներքո։ Արդեն 2010 թվականից այսօրը դարձել է ամենամյա տոն բազմաթիվ երկրներում։ Եվ իհարկե կրկեսի միջազգային օրը եւս մեկ առիթ է հիշելու հայ մեծանուն արտիստին, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանին, որը կրկես բերեց նոր ենգիբարյանական ուղղությունը։ Ծաղրածու, որի դեմքին ժպիտը նկարված չէր, քիթն անբնական մեծ ու կարմիր չէր, տաբատն ու կոշիկներն էլ հսկայական չէին։ Ենգիբարյանը մարդկանց ժպիտ էր պարգևում ու խոսում մարմնի լեզվով եւ առատ դիմախաղով։ Եվ ինչպես իր գունդը ափի մեջ պատմվածքում է ասում, կրկեսում մարդիկ բարդագույն հնարքներ են բանեցնում։ Նրանք թռչում են գմբեթի տակով, տասնյակ առարկաներով աճպարարություն են անում եւ դեռ կանգնում են ձեռքերի վրա։ Այդ ամենը իհարկե դժվար ու ծանր է եւ այդուհանդերձ վաղ թե ուշ մոռացվում է։ Այ միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ դու կանգնած ես զույգ ձեռքի վրա, մի ձեռքը դանդաղ պոկում ես հատակից եւ հասկանում ես, որ քո ափի վրա փռված է երկրագունդը։ Իդեպ մարտի 15-ին լրացավ կրկեսի մեծագույն արտիստի 90-ամյակը, այսօր մենք իհարկե շատ հետաքրքիր հյուր կունենանք, կզրուցենք ինչպես կրկեսի ներկայիս կյանքից, գործունեությունից, այնպես էլ այն միջոցառումից, որը նվիրված է հենց արտիստի 90-ամյակին։ Շարժվենք առաջ, այսօր մի հետաքրքիր օրել է նշվում եւ ինչպես կարող էր այսպիսի օր չլիներ, երբ դրանք գարնան առաջին ծաղիկներն են եւ հենց բացվում են, կարծես արդեն ազդարարում են, որ գարունը եկել է, արևը արդեն շողում է։ Այո, ձնծաղիկի միջազգային օրն է այսօր։ Տոնն առաջին անգամ նշվել է 1984 թվականին Անգլիայում, որտեղ այս ծաղիկների նկատմամբ առանձնահատուկ սեր եւ հոգատարություն են ցուցաբերում։ Գարնան առաջին ծաղկի լատիներեն անվանումը գալանտուս է, որը թարգմանաբար նշանակում է կաթնային ծաղիկ։ Տարբեր երկրներում ձնծաղիկին տարբեր կերպ են անվանում։ Օրինակ անգլիացիներն ասում են ձյունե կաթիլ կամ ականջող, գերմանացիները ձյունե զանգակ, իտալացիները ձյունը ջեղքող, չեխերը ձյունիկ։ Աշխարհում հայտնի է ծաղկի մոտավորապես 20 տեսակ, որոնք բոլորն էլ գրանցված են կարմիր գրքում։ Ձնծաղիկների առաջացման շատ լեգենդներ ու հեքիաթներ կան, որոնցից մի քանիսը այս պահին սիրով կներկայացնեմ ձեզ։ Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվել են դրախտից, ձյուն է եկել։ Եվան սկսել է մրսել ու լաց լինել եւ Աստված նրան մխիթարելու համար ձյան մի քանի փաթիլ ձնծաղիկի է վերածել։ Մյուս լեգենդը պատմում է, որ Ֆլորա աստվածուհին, երբ դիմակահանդեսի համար ծաղիկներին զգեստներ էր բաժանում, ձնծաղիկին սպիտակն է տվել։ Ձյունը տեսնելով ծաղիկների գեղեցիկ հանդերձները նույնպես ցանկացել է մասնակցել եւ նրանցից օգնություն է խնդրել, սակայն ցրտից վախենալով բոլոր ծաղիկները մերժել են եւ միայն ձնծաղիկն է ձյանը ծածկել իր սպիտակ զգեստով։ Նրանք միասին այնքան են պարել ու պտտվել, որ դարձել են իրարից անբաժան։ Իհարկե առանց լեգենդների, հեքիաթների, առանց ասացվածքների չէր լինի մեր կյանքը այնքան գունեղ, համեղ, որովհետև որքան էլ գիտենք, որ հնարած են, որքան էլ հեքիաթներ են, բայց դրանք մղում են հավատալու հրաշքների, ինչը կարծում եմ ամենակարևոր ապրեցնող հանգամանքն է։
Շարունակենք եւ իհարկե այս պահին եթե հայ կլիներ նա անպայման կընթերցեր այս սպորտային լուրը, բայց այսօր այդ առաքելությունը նույնպես ես պիտի իրականացնեմ։ Անցնող շաբաթվա ընթացքում մեզ բոլորիս հպարտանալու առիթ տվեցին մեր հզոր մարզիկները Հայաստանի անունն ու դրոշը կրկին բարձր պահելով։ Սլովակիայի մայրաքաղաքում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը արդեն 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը եզրափակում 3-1 հաշվով առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Ձոյձեի նկատմամբ։ Բոլորի ուշադրության կենտրոնում էլ հաղթելուց հետո Ամոյանի պահվածքն էր վրացի մարզիկի նկատմամբ, ինչը ցույց տվեց, որ իսկապես մարդ լինելը ամենակարևոր ու գլխավոր մասնագիտությունն է։ Այդ կադրերը դուք հիմա տեսնում եք սիրելի հեռուստադիտողներ, իհարկե վստահ եմ արդեն հասցրել եք տեսնել։ Եվ այս պահին կրկին հիշեմ իմ գործընկերոջը, ինչպես ասում էր, իսկական ժամանակն է լսելու լավ երաժշտություն, լիցքաթափվելու։ Ես հիմա հենց դա եմ առաջարկելու ձեզ, որից հետո ամիջապես կվերադառնանք եւ կշարունակենք պտտվել կրկեսի շուրջ։ Մնացեք մեզ հետ։ Եկար որ իմ մինոջ արսիրտը շահես, ծաղիկը
վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ չենք մոռանում, որ այսօր կրկեսի միջազգային օրն է։ Այս պահին խոսելով կրկեսից ես հիշեցի բրիտանական հայտնի ասացվածքը, երբ ասվում է պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ արքան առանց խեղկատակի։ Այո, բոլորիս հուզում է վերջին տարիներին այս հարցը, հիմա մեր շատ սիրելի հյուրի հետ կխոսենք եւ կրկեսից, եւ կրկեսային աշխարհի, տարբեր բացահայտումներ կփորձենք անել եւ վերջապես ստանալ այդ գլխավոր հարցի պատասխանը։ Երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր, կենթանավարժ Նաիրա Պետրոսյանն է, իմ հյուրը բարի լույս, բարի գալուս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ լավ, հրաշալի, շնորհավորում եմ նախ ձեզ համար տոն է այսօրը, կարծում եմ կրկեսի միջազգային օրը։ Խնդրում եմ պատմեք, ինչպես եք նշում կամ գոնե նշել այն տարիներին, երբ մեր սիրելի կրկեսը գործում էր։ Շնորհակալ եմ, որ շնորհավորում եք, հրավիրել եք, շատ ուրախ եմ։ Դե ինչպես բոլոր կրկեսի դերասանները, շատ մեծ ուրախությամբ դա մեր որպես ծննդյան օր որպես նշում ենք, երբ դեռ կար կրկեսը, շաբաթօր են գնում, ամեն ապրիլի 3-րդ շաբաթը, ուզենք չուզենք մեծ ներկայացումով ենք նշում եւ ներկայացման ժամանակ կատակներ ենք անում, ինչ որ այսպես իմպրովիզներ ենք անում, որ ավելի հետաքրքիր ներկայացումը լիներ, հենց զուտ արտիստների համար։ Քանի որ հիմա կրկեսը չկա, մենք սպասում ենք շատ շուտով բացումն է լինելու կրկեսի, ելի այդ ադատը կշարունակվի, ելի շաբաթ օրերը կնշենք մեր կրկեսի օրը։ Մենք նշում ենք մեր ստուդիայում, ունենք մեծ քանակությամբ սաներ, դպրոց ստուդիա, որը գործում է դեպ 1972 թվականից, որը հիմնել է մեր Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, եւ միջև այժմ գործում է դպրոց ստուդիան, եւ մենք ամեն շաբաթ օրը, քանի որ ունենք դաս, շատ գեղեցիկ, այսօր կնշենք մենք մեր տոնը, բաց դաս ենք անելու, ծնողներին ենք հրավիրելու, ծնողները կտեսնեն ինչ են սովորել երեխաները մեկ տարվա մեջ եւ այդ օրը տոն դարձնելու համար շատ բան պետք է, ինչպես ասում են, Նաիրա, եւ ամենախնդրահարույց հարցին անդրադառնանք, եթե հնարավոր է, այսպես բոլորը վստահ եմ սպասում են հստակ ամսաթվերի, տարեթվերի, երբ վերջապես իր դռները կբացի կրկեսը։ Շուտով, բան չմնաց, ճիշտ է, շատ դժվար էր, 10-ից 10 տարուց ավել է կրկեսը չի գործում, ժողովուրդը սիրում է կրկես, որովհետև միշտ կրկեսը սիրված է եղել, անգամ ես հիշում եմ այն մութ ու ցուրտ տարիներին, ես էլ եմ հիշում, որ ժողովուրդը չէր գնում ուրիշ տեղեր, բայց կրկես գալիս էր, վրան վերարկուները քծած, տաք շալերով փաթաթված, բայց գալիս էին, այսինքն սիրում են կրկես, երեխաները մինչև հիմա էլ կրկեսը չկա, բայց մենք տարին 2-3 անգամ ներկայացում ենք դնում Պարոնյանի թատրոնում, գոնե որ երեխաները գան, տեսնեն, թե որ կրկեսը չի մահացել, ճիշտ է, կրկեսը չկա, բայց կրկեսի անձնակազմը գործում է, մեր ստուդիա դպրոցը մի վայրկյան չի կանգնել, իդեպ անվճար է գործում։ Ունենք Իհարկե մենք անդրադառնանք, ես շատ կուզենամ դպրոց ստուդիային անդրադառնանք, այս պահին կուզեմ մի փոքր թերթենք այդ տասնամյակների կենսագրություն ունեցող կրկեսի պատմությունը եւ թեկուզ կրկեսի օրվան նվիրված միջոցառումներից, թեկուզ մեր արտիստների կյանքից մի քանի հետաքրքիր դրվագ հիշենք, այսպիսով գուցե մենք էլ մեր տաղավարում նշենք կրկեսի տոնը։ Ինչ կհիշեք այս պահին։ Դե հիշելու շատ բան կա, հետաքրքիր, օրինակ մեր մոտ ադատ է, երբ կրկեսի օրն է, շաբաթ օր է, մենք ներկայացման ժամանակ հետաքրքիր անակնկալներ ենք մեկս մյուսին անում, իհարկե չխանգարելով համարը, չփչացնելով, օրինակ կարող է զամբյուղը բացվի, որ դերասանուհին դուրս գա եւ զամբյուղը բացում է, արջն է դուրս գալի, դե հանդիսատեսը գիտե այդպես է պետք, բայց պատկերացեք արտիստների ուրախություն, դա իրենց համար էր անակնկալներ ենք անում, հետաքրքիր ինչ որ իմպրովիզներ ենք անում, իհարկե մեծ մասամբ ես ինքս անձամբ այդ օրերին միշտ շրջագայել եմ ամբողջ աշխարհով մեկ, մասնակցել եմ տարբեր միջոցառումներ Ռուսաստանի ֆեստիվալներին, այ մենք ուզում ենք այդ ավանդույթը բերենք եւ նաեւ Հայաստան, շատ շուտով երբ բացվի կրկեսը, մենք կրկեսի օրը մի գեղեցիկ բան ենք որոշել, չեմ ուզում մի քիչ ոնց որ անակնկալները բացահայտել, այ որ մի օր գա, մի օր էլ կգամ ձեր տաղավար, արդեն կբացահայտեմ։ Շատ մեծ նպատակներ ունեն կրկեսի տոնը ավելի հետաքրքիր դարձնել, որտեղ ոչ մի տեղ չեմ տեսել, ուզում եմ այստեղ հիմնել։ Եվ թող մեզ մոտ ինչ որ մի հետաքրքիր բան լինի, թող նրան գան մեզ մոտ այդ օրը եւ մասնակցեն։ Այնպես որ հետաքրքիր բաներ շատ է եղել, ես հիմա չեմ կարող բոլորը հիշել,
Դա ոնց որ քո ծննդյան օրը լինի։ Այսպես պատրաստվում ենք, ինչ որ անակնկալներ ենք մեկս մյուսին անում, պարգևներ, անգամ նվերներ ենք իրար տալիս, ինչու ոչ։ Այ հետաքրքիր է թե չգիտեմ որքանով փակագծեր կբացեք, բայց նոր կրկեսը երբ դռները բացի, ինչպիսին կլինի, կարող ենք այսպես շատ հպանցիկ ասել մարդկանց, հասկանալ Մի ինչի փոքր է իհարկե սպասում, կասեմ, ոչ բոլորը, ես խոսք եմ տվեք ասեմ, երբ որ արդեն օրը որոշվի բացման, եթե հրավիրեք, այդ վաղ կգամ մի քիչ ավելի կմանրամասնեմ, բայց հիմա ասպես թռուցիկ կասեմ, որ ունենալ են ու նախ եկեք սկսենք նրանից, որ ունենալ ենք ամենահրաշ կրկեսը։ Եթե գիտեք, ես շատ եմ խոսել հեռուստատեսության, որ մենք ունենք 15 հանրապետություն ու շենք կրկես։ Այսինքն Եվրոպան եւ այլ ազգերը կրկեսային շենքեր չունեն։ Նրանց մոտ կոչվում է շապիտո։ Շենք 15 հանրապետություններ ունեն։ Եվ մենք բոլոր ստանդարտներով բոլորին անցնում լավագույններից։ Լավագույններից դրա համար շատ երկար տևեց, որովհետեւ սարքվում էր մի բանը լավ չէր ստացվում, նորից ենք ունենալու են 2 բեմ։ Դա ես կարող եմ ասել 3 պետություն ունի այդպիսի հրաշք բեմ, որից մեկը մենք ենք լինելու, այսինքն հանդիսատես երբ գալիս է ներկայացում նայի, կարող է մեկ էլ ջրային ներկայացում սկսվի։ Պատկերացնում եք ինչ հետաքրքիր է, մեկ ժամվա մեջ դու տեսնում ես տարբեր կամ սառույցի վրա։ Այսպիսի հետաքրքիր եւ ուզում եմ ասել, որ նախքին կրկեսը 18 մետր էր, հիմա 25 մետր է լինելու, այսինքն թռիչքային համարները ավելի ընդարձակ եւ ավելի գեղեցիկ կնա։ Բայց այո, պատկերացնելը դժվար Եվ է։ չեմ ասում, որ 1600 տեղ էր, հիմա 2500 տեղ է լինելու։ Այսքանը հերիք է, թե երի բացահայտել։ Չէ, հերիքը թող անակնկալը թող մնա, բայց այստեղ մի հարց է առաջանում, իհարկե շենքային պայմանները հրաշալի են, որ կլինեն այդպիսին, բայց արդյոք ունենք բավականաչափ պատրաստված եւ քանակով նաեւ արտիստներ, որոնք կկարողանան այդ հրաշալի շենքը վերածել կրկեսի, իսկապես գործող կրկեսի։ Ոչ թե ունենք, այլ շատ ունենք։ Չմոռանանք, որ մեր կրկեսային դբրոց ստուդիան, որը հիմնել է մեր գեղարվեստական ղեկավար, վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը, նաև իմ հայրն է։ Պատկերացնում եք 1972 թվականից ինչքան արտիստներ է բաց թողնվել։ Դա հաշիվն էլ չեմ կարող ասել։ Եվ բոլորը շրջագայում են ամբողջ աշխարհով մեկ եւ ամբողջ օրը հեռախոսազանգ է։ Երբ է բացվում, Պատրաստ ենք գալ։ Մենք այնպիսի հիանալի համարներ ունենք, որ դուք չեք էլ կարող պատկերացնել, որովհետև չեք տեսել։ Այնպես որ մի անհանգստացեք, մենք կազմ պատրաստ ենք, մնում է շենքը բացվի։ Չմոռանանք, որ կրկեսը նկա, երբ որ անգամ շենքը գործում էր, մեր հայ արտիստները այստեղ չէին նստած։ Մենք հրավիրում ենք տարբեր տեղերից հյուրեր, նաև մեր արտիստներին, բայց հիմնական 90%-ը շրջագայում էր։ Այսինքն մենք հաստիկային դերասան կրկեսը չի ունեցել։ Թատրոն օրինակ ունի, մենք չունենք։ Մենք հրավիրում ենք, ասենք օրինակ եղբայրը Սոս եւ իր կինը Վիկտորիա Պետրոսյանները, որոնք այսօրվա համար առաջի աճպարարներն են իրենց արվեստում, 5 անգամ Գինեսի ռեկորդ են սահմանել։ Նրանք ամբողջ աշխարհով շրջում են, բայց մեկ-մեկ հրավիրում էին, գալիս են մեզ մոտ ինչ որ հետաքրքիր, եթե հոբելյանական երեկո էր, մի հատ բումփ էին անում, գնում էին, եւ նաեւ ուրիշ դերասաններ։ Այնպես որ բոլորը կան, ամեն ինչ ունենք, անհոգ եղեք, հիանալի կազմ ունենք հայկական կոլեկտիվներ եւ նպատակն է, որ մի օր հավաքենք նրանց։ Ստեղծենք մեր հայկական կոլեկտիվը։ Դա շատ ծախսային է, բայց մենք դրան միգուցե եւ հասնենք, եթե ուզենանք եւ օգնեն մեզ որոշակի տեղերից, մենք դրան կարող ենք հասնել, չէ, հայկական կոլեկտիվը պատրաստ կազմ կանած է։ Մեկ դռները բացվի, եւ կենթանավարժ եւ աճպարար եմ, ինչու՞ չէ։ Հրաշալի, անդրադառնանք նաև Նաիրա մարտի 15-ին տեղի ունեցած միջոցառմանը, Լեոնիդ Ենգեբարյանի ծննդյան օրը կրկեսային շոու ծրագրին, որը մայիսի 24-ին նույնպես ներկայացվելու է, դեռ հանդիսատեսը հնարավորություն ունենա գեղեցիկ օրեր, մեզ համար հոբելյանական Լեոնիդ Ենգեբարյանի 90-ամյակն էր, հենց մարտի 15-ին էր իրեն ծննդյան օրը, մենք հենց այդ օրը նշեցինք։ Մի հիանալի անցավ, շատ գեղեցիկ ներկայացում, բայց արի ու տես լիքը զանգեր, բողոքներ, մենք ինչու չասեցինք, դե Պարոնյանի թատրոնը մեծ չէ, 600 տեղ է։
Եվ այսպես հայրիկի հետ մտածեցին, կարելի է նաև մի անգամ, հետո հոբելյանական է, կարելի է ամբողջ տարի նշել, որովհետև շատ մեծ ցանկացողներ կային, որովհետև ոչ թե միայն համարներ էինք ցուցադրում, նաև ուսանողական, ուսուցողական գնում էր էկրանի վրա նրա լեգենդար, օրինակ ամբողջ ծրագիրը պատմում է նրա առաջի Հայաստանի աշակերտը Սոս Պետրոսյանը։ Հենց չմոռանանք ինչի ստեղծվեց 1972 թվականում ստուդիա դպրոցը, որը ստեղծեց, ասեցի, Սոս Պետրոսյանը եւ Լեոնիդ Ենգիբարյանի անվան։ Ինչու՞, որովհետեւ հենց 1972 թվականին մահացավ Լեոնիդ Ենգիբարյանը եւ հենց հուլիսին մահացավ, սեպտեմբերից ստեղծվեց հենց դպրոց ստուդիան, այսինքն այդ սերը դեպի իր ուսուցիչը չթողեց, որպեսզի մեկ ամիս ավել նրա անունը մոռացվի, մինչև առեսօր մենք օրը 100 անգամ նրա անունը տալիս ենք մեր ստուդիայում։ Այսպես կաներ Լեոնիդ Ենգիբարյանը, այսպես բոլոր նրա ռեպրիզներն էինք պատրաստել, նրա հայտնի շքանշաններով համարը երեխաները կատարում են եւ այսպես եթե ցանկություն կունենաք, մենք ձեզ էլ կհրավիրենք մայիսի 24-ին Պարոնյանի թատրոնում, կարող եք գալ եւ դիտել շատ գեղեցիկ ուսուցողական ներկայացում են։ Եվ Նաիրա դպրոց ստուդիայից ի վերջո խոսենք, որ տարիքից կարող են ընդունվել երեխաները, ինչ բաժիններ, մասնագիտություններ են յուրացնում։ 4 տարեկանից է ընդունելությունը, մեր հիմքը սպորտն է։ Երեխան երբ գալիս է մեզ մոտ, պարապում է, ինչ որ սպորտում են պարապում, այսինքն հիմքը։ Որից հետո արդեն մենք տեսնում ենք ու մոտ ինչն է զարգացած, ինչն է ավելի հետաքրքիր, նրա մոտ կստացվի ձեռնածություն, ծաղրածություն, էկվիլիբրիստիկա եւ այլն, եւ արդեն որոշում ենք նրան ավելի այսպես խորացված, պրոֆեսիոնալ պարապում ենք նրա հետ այդ ուղղությամբ։ Իդեպ ստուդիան մեր մոտ անվճար է։ Էտել եմ ուզում շեշտել, որ քանի տարի կա, տարիքան սահմանափակ է, մեզ մոտ անգամ 25 տարեկանել են գալի, 30 ուզում ենք կրկես, բնականա չեն կարող նրան էկվիլիբրի սարքել, բայց աճպարարական, ինչ որ հետաքրքիր, ավելի այնպիսի բնորոշիչ տարիքի իր կեցվածքի համարներ ստեղծում ենք։ Լինում է եւ չի ստացվում, ասում են կներեք, չի ստացվում։ Իսկ տևողությունը ուսուցման քանի տարի է։ Տևողությունը ժամկետ չունի, ամեն երեխա ինդիվիդուալ է։ Երեխական 1 տարում արդեն պատրաստ է մյուս փուլին անցնի, բայց երեխական մի քիչ դանդաղ է։ Այ բոլոր ծնողներից ասում են, ընկեր Նաիրա, դուք ինչ համբերություն ունեք։ Ուրիշն անվճարել է, չէ՞, եկեք ճիշտը խոսանք։ Կասեմ ստեսություն գնա, ոչ փող է վերցնում, ոչ։ Բայց այդ դա ինձ հայրիկս է սովորեցրել։ Գործի նվիրալ Պետրոսյան, ասում էր երբեք մի ուսահատ, իրեն դասատուներն է սովորացրել, եւ ես իրենց օրինակներ եմ բերում, ասում այ հիշում եք, դուք հուսահատվում եք, ասում եք սա մարդ, բայց հələ տեսեք ոնց բացվեց։ Չէ՞ որ ես չգիտեմ, դա ներքին ինչ որ զգացողություն է, իմ մոտ ստացվում է, զգում եմ։ Երբ մասնագիտությունը առաքելությունն է նվիրված են աշխատանքին, եկեք հանենք, չէ, հանգիստ եւ լինում է իհարկե բացառություններ, որ համբերում եմ եւ էլի չի ստացվում, բայց էլի համբերում եմ, չեմ ուսահատվում։ Այնպես որ դա շատ կարեւոր է, այս գործում բոլորին թվում է կրկես, բայց շատ բարդ է։ Սպորտը վերցնենք, մեր հիմքն էլ է, չէ՞, սպորտ։ Հիմնականում ինչ որ սպորտում է, մեզ մոտ է։ Բակի ուղղությունը արդեն տարբերվում է մեր համարներով, գեղարվեստական ենք մտցնում, մի քիչ ավելի կրկեսային։ Այնպես որ համբերությունը շատ կարևոր է։ Եվ արդյունքն էլ այն մեծ անձնակազմը կունի, որ տեսնում եք սիրելի Դիանա ջան, 10 տարուց ավելա կրկես չկա, բայց խնդրում եմ եկեք մեր ներկայացումը նայեք, հələ տեսեք ինչ համարներ ենք ստեղծել։ Պայմաններ չկա, բայց մենք ստեղծում ենք։ Այ դա է սերը եւ հավատքը։ Այսքան տարի երեխաների հետ շփվում եք, հետաքրքիր է հայ երեխաներին ինչն է ավելի հեշտ տրվում, ինչպիսի տաղանդներով են օժտված, ավելի ծաղրացումներ են լինում պրոֆեսիոնալ, ավելի, չգիտեմ, աճպարարներ, ավելի Այ շատ լավ հաց տվեցիք, երբ տարիներ առաջ, երևի 15-20 տարի առաջ, երբ երեխաները գալիս էին ընդունվում էին ստուդիա, դե ես միշտ սիրել եմ ծաղրածոական ժանրը, միշտ սիրել եմ եւ ինքս էլ զբաղվել եմ մի պահ։ Եվ տենում է իր մեջ կա այդ կոմիկականը, ասում է, ոյ, ինչ եք ասում, էդ էր մնում պակում, ծաղրածու, հարևաններ, հայաթի երեխաներ, այսպես շատ դժվար էր ընտրել ծաղրածու մեկին համոզել, որ իր հետ զբաղվել։
Չէր ստացվում։ Իսկ հիմա, վայ, Դիանա ջան, խնդրում եմ մի օր եկեք մեր ստուդիա։ Դուք տեսնեք, արդեն երևի 30 հատ ծաղրած ունեմ, դուք մեծ մասն էլ աղջիկներն են ուզում, որ տենց բան չկա, միշտ սովորենք տղաները շատ լինեն։ Բոլորի մեջ ծաղրածոական ժանրի սերը շատ ավելացել է։ Որն է պատճառը, ինչ եք կարծում։ Ինձ թվում է երևի դա մի փոքր չեմ ուզում էլի Սոս Պետրոսյանին գովերքեմ, չնայած արժանի է, բայց իր սերը, որ ինքը միշտ Լեոնիդ Ենգիբարյանից օրինակներ է պատմում, ամեն անգամ երբ նա գալիս է ստուդիա, առիթը բաց չի թողնում ինչ-որ մի հետաքրքիր պրոցես նրա հետ պարապելուց, նրա հետ շփվելուց, պատմելուց եւ երեխաների մոտ սերը, հետո մյուսը գալիս է նա նրան է պատում, նա նրան էսպես տարածվել է եւ հերոստատեսությամբ անդադ գովազդում ենք, խոսում ենք, այդ երևի թե դա էլ կապ ուներ, կյանքն էլ է փոխվել, չգիտեմ, բայց ես շատ ուրախանում եմ։ Չէ որ չմոռանանք, ամենադժվար արվեստը կրկեսում, դա ծաղրածությունն է։ Ծաղրածուն պետք է տիրապետի բոլոր ժանրերը։ Թվում է ծաղրածու, այլի դուրս եկա, ոչ, այս կան ծաղրածուներ, որ խաբեբայությամբ են հիմա զբաղված, օգտվելով արդից կրկես չկա, բոլոր տեղերը ծաղրածուներ են աշխարհում։ Միայն հագուստը հագնելով, այո։ Տարակացումա ծիծաղում է, գիտի այդպես է։ Գրիմ է քսում եւ գիտի, դա չի ծաղրած, ծաղրածուն պետք է տիրապետի բոլոր ժանրերը։ Նորից եմ հիշեցնում Լեոնիդ Ենգիբարյանցը ինչով է նա մեծություն, որովհետև նա ծաղրածու չէր մենակ դուրսը, նա ամեն ինչ տիրապետում էր, օդային աճպարարություն, ձեռնարկություն, էկվիլիբր, ամեն ինչ, դրա համար նրա մոտ ամեն ինչը բնական էր ստացվում եւ ծիծաղը ինքը ստիքյան գալիս էր։ Որակյալ առողջ ծիծաղ, այո։ Շնորհակալ եմ Նաիրա, իսկապես յուրաքանչյուր ոլորտում հերոս եւ վառ օրինակ ունենալը կարեւոր է, այս պարագայում ունենք Լեոնիդ Ենգիբարյան, որ ունի աշխարհում ոչ մի ուրիշ ազգ։ Շնորհակալություն շատ մեր հրավերը ընդունելու համար, ձեզ տոնական օրվա հրաշալի շարունակություն եմ մաղթում, ձեզ էլ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում, որ Երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր կենթանավարժ Նաիրա Պետրոսյանն էր մեր հյուրը եւ նաեւ հիշեցնում, որ այսօր կրկեսի միջազգային օրն է եւ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված 90-ամյակին նվիրված կրկեսային շոու ծրագիրը, եթե մարտի 15-ին չեք հասցրել դիտել, մայիսի 24-ին ունեք այդ հնարավորությունը, տոմսերը ձեռք բերեք եւ շտապեք լինել, այո, կրկեսի մի մասնիկը գոնե մի օրով։ Մենք Բարև Երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Բարև Երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այո, մեր հյուրին ճանապարհեցինք, բայց շարունակում ենք մնալ կրկեսի աշխարհում։ Այս պահին առաջարկում եմ շրջել, այո, երկրե երկիր եւ տեսնել, հասկանալ, թե ինչպիսին են աշխարհի հին ու լավագույն կրկեսները։ Դիտենք, ապա վերադառնանք եւ շարունակենք մեր ընթացքը։ «800 հանդիսատեսի համար փայտից կառուցված կրկեսի հիմքով 1939 թվականին կառուցվեց Երևանի կրկեսը, որը վերջնական վերակառուցվեց 1962 թվականին։ Շինության հեղինակն էր Վաղարշակ Բելուբեկյանը։ Հայկական կրկեսի կոլեկտիվը հիմնադրվել է 1956 թվականին Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը, կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգային բնորոշ գույներով, տարազներով եւ արտահայտչամիջոցներով ժանրային բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։ 1963 թվականին, երբ արդեն կոլեկտիվում էին Լեոնիդ Ենգիբարյանը, Ստեփանի Սահակյանը, այն ստանում է վաստակավոր կոլեկտիվ կոչումը։ Առանձնապես նշանակալից էին էկվիլիբրիստ Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Հայկազունու, ժոնգլյոր Շիրայի, ակրոբատ Մագդասյանի, օդային մարմնամարզուհի Ավանեսովայի եւ այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ստեփան Իսահակյանը, օդային մարմնամարզիկներ Հակոբյանները եւ իհարկե իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղան ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, որի հուշարձանը կրկեսի շենքի առջև կանգնեցվել է 1995 թվականին։ Վերակառուցման նպատակով եւ տարածաշրջանում լավագույն կրկեսը դառնալու հեռանկարով պայթեցվել է 2011 թվականին, սակայն մինչև օրս ապակեպատ, դրսից ակնահաճո շինությունը, ներսից լուռ է, չկա հանդիսատես, չկան ծափահարություններ։ Մինչ մերը վերակառուցման փուլում է, անդրադառնանք աշխարհի ամենահայտնի կրկեսներին։
Չինական կրկես։ Սա աշխարհի լավագույն ակրոբատիկ կրկեսն է։ Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գերազանցել չինացի ակրոբատներին, մարմնամարզիկներին եւ ժոնգլերներին։ Կրկեսի ապագա կատարողները ապրում են հատուկ գիշերօթիկ դպրոցներում եւ մարզվում են շաբաթական 5 օր՝ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո։ Ներկայումս դրա անդամները սկսում են մարզումները առավոտյան 6-ից մինչև երեկոյան 10, պահպանելով մասնագիտացված ռեժիմ եւ շատ խիստ դիետա։ Հետաքրքիրն այն է, որ կրկեսի ոչ մի անդամ 25 տարեկանից բարձր չէ։ Ամենահայտնի չինական կրկեսներից մեկը ոսկե առյուծն է, որում ընկերության ողնաշարը ներկայացում է Շաոլինի վանքի վանականների մարտարվեստի եւ ակրոբատիկայի հմտություններով։ Կանադական Cirque du Soleil սովորական իմաստով կրկես չէ, այնտեղ կենդանիներ չես տեսնի։ Սա ֆանտաստիկ շոու է թատրոնի, կրկեսային արվեստի եւ փողոցային երաժիշտների ներկայացումների մասին։ Այն հիմնադրվել է 1984 թվականին Գի Լաբերտեի եւ Ժիլեմ Սենտ-Կուրայի կողմից Մոնրեալում։ Cirque du Soleil-ում աշխատում են ավելի քան 4000 արվեստագետներ եւ 887 տարբեր հաղորդումներ ցուցադրվում են միաժամանակ 5 մայրցամաքներում։ Կրկեսի հետ համագործակցել են կոմպոզիտոր Ռենե Դյուպերեն, ռեժիսոր Ռոբեր Լեպաժը, մոդելագործ Տիերի Մյուգելերը։ Երկար տարիներ կրկեսի բեմադրող ռեժիսորն է Պավել Բրյունը, պարուսույցը Դեբրա Լին Բրաունը։ Circus Beglio աշխարհի ամենահին աշխատող կրկեսը գտնվում է Փարիզում։ Այն բացվել է դեռևս 1852 թվականին կայսր Նապոլեոն III-ի ներկայությամբ։ Հենց սկզբից մինչ օրս կրկեսի շենքն օգտագործվում է բացառապես կրկեսային ներկայացումների, սիմֆոնիկ նվագախմբերի ելույթների եւ փոփ աստղերի համերգների համար։ Մինչև 19-րդ դարի կեսերը կրկեսի շենքերը կառուցվել են թատրոնների օրինակներով։ Բուգլիոնը հեղաշրջում կատարեց կրկեսային ճարտարապետության մեջ։ Այն 42 մետր տրամագծով 20 անկյուն է եւ նրա մետաղյա գմբեթը կանգնած է առանց մեկ հենարանի։ Աննա Ավետյան, Բարև Երկիր։ Հայերիս ասած ճանապարհը գաղթի Ադանապոլի սեր զրում մարդահար Բայազետ մուսալեր տրապիզոն մուշուվա Խարսեցի մեզ տատնիմ դժող կետեսեր Տերանում իմ բաբը դպրոցեր հիմնե Կես ամոծվելու ծարեր է տնկել Հայրը իմ քաղաքներ ու գյուղեր ուր մեր տուն եք թողել Միշտ է դապեր հայը տեսել Բայց իր խաչը, բայց իր դրոշը բարձր պահել Դարնանցել նոր դար է սկսվել Բայց ոչ ոք ու ոչինչ երբեք չի մոռացվելու Հայրը իմ ու պապը իմ հայ է ծնվել Թորն ու ծորը հայ մնացել Հայ եկել է, հայ կգնա Եվ արյունը մեր մեջ հայկական երբեք Չուչի դառնա Ասած ճանապարհը գաղթի Իրարից տանելու իրար շատ նման Մինչ այսօր մենք բնդրում ենք հարմար հանգրվան Հարավից հյուսիս արև մոտ կարև է Աշխարհի չորս կողմ ամեն տեղ հայրի հետ Աշխարհի ծայրում հուշերի զնդանում Մենք ապրում ենք շփտում, բայց կարող է դա չունես Միշտ է ծապել,
10 միլիոն հայենք մեկ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, ապրիլ ամիսը այո, հայոց պատմության ամենացավալի արյունոտ էջերից մեկն է եւ ժամանակահատվածն է գոնե եւ տարիների ընթացքում սովորել ենք, որ սքալուց ավելի կարեւոր է այո միասնաբար համախմբվելը, պայքարելը, արժանապատվությունը եւ մեր միասնաբար այդ պայքարելու ուժը վերականգնելը եւ այս հարցում իհարկե միշտ էլ եղել են մեր կողքին մեր երիտասարդները, որոնք այս տարիների ընթացքում սովորեցրել են մեզ, որ պետք է միշտ առաջ գնալ, պետք է ապրել, պետք է շարժվել եւ պետք է պայքարել։ Այսօր խոսելու ենք ապրիլի 23-ին նախատեսված ամենամյա ջահերով երթի մասին եւ մեր տաղավարում են Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոհար Դավթյանը եւ Պետո Սարոյանը, բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, արդեն կարծում եմ նախապատրաստական աշխատանքները սկսվել են, դուք էլ ձեր բուրըն գործունեության մեջ եք, այո։ Այո։ Կարծում եմ յուրաքանչյուր տարի էլ միևնույն է ջահերով երթը իրականացվում է եւ երբեք ավելորդ չէ խոսել խորհրդից, խոսել հաղորդագրությունից, խոսել նպատակից, գուցե կլինեն մարդիկ, որոնք անտեղակ են այդ ամենից, թեպետ չեմ կարծում, որ այդպես կլինի, բայց հիշեցումը միշտ կարևոր է, որպեսզի չմոռանանք եւ օրը եւ նպատակը եւ թե ուր է տանում այդ լույսն ու այդ համախմբվածությունը դուք պատմեք ջահերով երթի եւ առհասարակ նպատակի եւ հաղորդագրության մասին եւ այս տարի ինչ մասշտաբով է իրականացվելու եւ որ փուլում եք արդեն նախապատրաստական Նախ ուզում եք շնորհակալություն հայտնել հրավիրելու համար, ճիշտ է, շատ ճիշտ դուք նկատեցիք, նախապատրաստական աշխատանքների փուլում ենք, բայց ուզում ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները մի փոքր ավելի վաղ ժամանակվանից էինք սկսել աշխատել այդ ուղղությամբ, հիմա արդեն հասել ենք այն этаպին, որ ուզում ենք այս տարվա մեր ջահերով երթի շահագիրների մասնակիցների թվերը բարձրացնել, այս տարի պլանավորել ենք ունենալ 1000+ շահագիր 3000 եւ պլյուս մեր սովորական ամենամյա կանթեղներով մարդիկ ուզում ենք որ այն ստաբիլությունը որ եղել է, այսինքն ջահերով երթը միշտ տարբերվել է իր նախորդից ու մենք միշտ զարգացրել ենք այս տարի նույնպես ավանդույթը չխառնենք ու թե թվով թե մասնակիցներով մի հատ ուզում ենք ամենաբում ջահերով Խոսքը միայն մասնակիցների թվի աճի մասին է, թե միջոցառման օրակարգն ու ձևաչափն է փոխվել է։ Միջոցառման օրակարգն ու ձևաչափը տենց մեծ փոփոխությունների չի ենթարկվել, բայց թվային առումով ուզում ենք այս տարի լրիվ այլ պատկեր տեսնել ու դրա համար ենք աշխատում ու ունենալու ենք ու լինելու է։ Եվ Գոհար, որերորդ տարին է, որ դուք ինքներդ մասնակցում եք։ 21 թվականից արդեն մասնակցում եմ ջահերով երթին, նաև Արցախում եմ մասնակցում ջահերով երթին, բայց երիտասարդական միությունը 1999 թվականից արդեն կազմակերպում է Հայաստանում ջահերով երթ, սկզբից ջահագիրները հենց մեր երիտասարդական միության անդամներն էին, բայց արդեն մի քանի տարի է ինչ բաց է ֆորմատը եւ նաև մեր համակիրները երիտասարդները տարբեր մասնակցում են եւ ջահագիր են դառնում։ Եթե մեր էջերին օրինակ ավելի ուշադիր են եղել, մենք այնտեղ հայտ ենք դրել, որ մարդիկ ջահագիր դառնալու համար կարող էին հայտը լրացնել ու թվերի պատկերը անցած ու նախորդ տարիների համեմատ շատ ավելի մեծ է։ Տարիներ շարունակ անցկացվում է ջահերով երթը եւ հետաքրքիր է դուք արդեն որերորդ տարին մասնակցելով ինչ եք նկատում մեր երիտասարդների ակտիվությունը, արդյոք գիտակցությունը այսօր մեր երիտասարդների այնքան բարձր է, այնքան հասուն ենք, որ դա պարզապես քայլերթ չէ, պարզապես ժամանակ անցկացնել չէ, իսկապես գիտակցաբար են մոտենում այդ միջոցառմանը։ Ամենից շատ ճիշտ ասեցիք, բայց հենց ջահերով երթի այն ամենաակունքներից եմ ուզում գալ, ջահերով երթը առաջին անգամ Գերույ Գոհարը շատ ճիշտ նշեց 99 թվականին է կազմակերպել, այդ եղել է մի հատ շատ փոքր խմբի ծրագիր, ամենաառաջին մի քանի տարիներին տասնյակ, հետո հարյուրավոր մարդիկ են ամենը մասնակցել, բայց այդ ամեն ինչը մեր կողմից որ հետևողական եղել ու արդեն հասկացել ենք, որ ջահերով երթը այդ սովորական արդեն մեր միջոցառումներից չէ, այլ էս ադատ է դարել։ Այս դարձել է ադատ, սովորություն, որը որ մարդիկ արդեն գալիս են ու
Այս մարդիկ գալիս են ոչ թե ուղղակի ինչ որ սքո երթին մասնակցելու, ջահերով երթը այդ սքո երթ չի։ Ջահերով երթը պահանջատիրության երթ է, ու երբ որ դու այդ ջահերով, այդ մթնոլորտում գնում ես վերև, հասկանում ես, որ հնարավոր է ամեն ինչը ուղղել, երբ որ մենք պինդ ենք, ամուր ենք, միասնական ենք, գալու է մի օր, որ ջահերով երթը իր պահանջատիրության վերջին կետին հասնելու է։ Աշխարհի շատ հայկական գաղութներում նույնպես այդ օրը ջահերով երթեր են իրականացվում, այս տարի ինչ նորություններ ունեք, արդյոք լինելու է։ Իհարկե լինելու են, որովհետև մեր միությունը ունի ամբողջ աշխարհում ունենք մենք մեր երիտասարդականը, ու ընկերները նույնպես այնտեղ նույն ֆորմատով ջահերի երթը կազմակերպել են ու կազմակերպելու են, այս տարի էլ լինելու է։ Եվ ավելորդ չէ, կարծում եմ հիշեցնենք, օրը արդեն հստակ է, ժամը, դիմելույթյան կարգը ինչպես կարող են միանալ ձեզ։ Երթը մեկնարկվելու է ապրիլի 23-ին 19:15-ին Հանրապետության հրապարակից, շարժվելու ենք Ամիրյան փողոցով, այնուհետև Մաշտոցի պողոտայով, Բաղրամյանով, բարձրանալու ենք Կիևյան կամուրջով, արդեն բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ։ 19:15 ապրիլի 23-ին բոլորին սպասում ենք Հանրապետության հրապարակում, այո։ Գոհար, մեր զրույցի սկզբում հասցրեցինք ծանոթանալ եւ ասացիք, որ Արցախից եք։ Այ հետաքրքիր է գոնե այս վերջին 2 տարին իրականացվող երթերին պահանջատիրության եւս մեկ նոտա ավելացել է այս դեպքում արդեն արցախցիների կողմից։ Իհարկե ավելացել է, բացի այս քանի տարիներից միշտ էլ եղել է, հայազգը միշտ է իր մեջ գրել է այդ արժանապատվությունը ու ինչպես ընկեր Պետոն նշեց, այս մենակ սքո երթ չի, այս մեր հայազգի պայքարի արժանապատվության երթն է, մենք այդ ջահերը բարձրացնելով Ծիծեռնակաբերդ մեր պայքարն ենք հասցնում այնտեղ։ Ինչ վերաբերվում է Արցախին, մենք այն երիտասարդներն ենք, ով ասում է, որ Արցախը հայկական է ու վերադարձ անպայման լինելու է, ասում ենք, որ Արարատը մերն է ու չենք ուրանալու, ոչ Արարատը, ոչ հայոց ցեղասպանությունը, ու հաստատ պայքարը հարատև է լինելու ու հասնելու ենք այն վերջնակետին, որ արդարացի դատավճիռ լինի ու ցեղասպան ոճրագործերը հասնեն իրենց պատիժը ստանան, ասենց ասած։ Ձեզ նման վառ ու հայրենանվեր երիտասարդներն էլ վկա, այո։ Առաջ Աստված։ Ունենք ավելացնելու բան ընկերներ։ Նաև այս տարվա ջահերով երթի խորագիրն էինք ուզում եւս մեկ անգամ հիշեցնել, Ավետի Սահարոնյանի հայտնի տողերից Զարկ երբ հալածում ենք քեզ, որովհետեւ այս խորագիրը անցած տարի էր ընտրվել եւ չի փոխվել, որովհետեւ մեր մարտահրավերներն էլ չեն փոխվել, դրա համար որոշել ենք, որ այս խորագիրը մնալու է ու մենք այդ գաղափարի տակ հաղթած միասնական ջահերով հայոց ազգով պարսանալու ենք դեպի Ծիծեռնակաբերդ մեր հարգանքի տուրքը մատուցելու։ Շնորհակալ եմ ընկերներ, նաև չանդրադարձանք, բայց հուսով եմ եւ կարծում եմ նաև ընդգրկում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը մարզերում ակտիվությունը ինչպիսին է, դրանից էլ մի փոքր խոսենք եւ մենք մի քանի տարի ունեցել ենք, որ մարզերում նույնպես ջահերով երթ կազմակերպվում է հիմնականում Գյումրիում, Կապանում եւ նաեւ մարզերից մայրաքաղաք են գալիս ու միանում են հենց Երևանում կազմակերպվող ջահերով երթին։ Հրաշալի է։ Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել էինք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոհար Դավթյանին եւ Պետո Սարոյանին, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթին միացեք, այո, նաեւ դուք, միանամ ես եւ բոլորս, որովհետեւ դա մեր պարտքն է, մեր խղճի, մեր հայրենիքի, մեր ապագայի առաջ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, դուք մնացեք մեզ հետ։ 110 տարի է շարունակվում է արդարության վերականգնման համար մղվող պայքարը։ Ապրիլի 23-ին ժամը 19:15-ին միացիր ավանդական ջահերով երթին։ Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Միացիր ջահերով երթին։ Վառիր քո ջահը հիշողության, պայքարի եւ արդարության համար։ Ձայն բարձրացրու, ընդդեմ մոռացության ու ուրացման։ Ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակում։
Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, մենք Բարև Երկիրն ենք եւ սիրով շարունակում ենք մեր ընթացքը։ Այսօր ավագ շաբաթն է, այսօրը հիշատակվում է դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը։ Քրիստոս Հովսեփ արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ։ Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ կվերադառնան, կխնկարկեն եւ կոծեն Հիսուսի մարմինը։ Քրիստոս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ ինքն էր մարգարեացել իր մասին։ Ըստ եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Մատուցվում է ճերակալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ հարության ավետիսը։ Վաղն արդեն կնշենք քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձությունը Սուրբ Հարության հրաշափառ տոնը։ Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, իր հետ հարություն տալով նաև մեզ, մեղքերի ու մահվան մեջ գտնվող մարդկանց։ Հարություն առավ հասկացնելու համար, որ մահը լինելով երկրային վախճանը դառնում է երկնային նոր կյանքի սկիզբը։ Այդ պահից սկսած Սուրբ Հարության տոնը նշվում է որպես մեղքերից ազատագրում, ապաշխարություն եւ վերադարձ առ Աստված։ Այդ օրը հավատացյալները միմյանց ողջունում են, տալով Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը Քրիստոս հարյավ իմ մեռելոց եւ պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այս տարի ապրիլի 20-ին են նշում Սուրբ Հարության տոնը բոլոր քրիստոնյաները, անկախ որ երկրի բնակիչ են եւ քրիստոնեական որ ուղղությանը պատկանող եկեղեցու հետևորդներ։ Այս պահին առաջարկում եմ փոքրիկ շրջայց կատարենք եւ ծանոթանանք այն ավանդույթներին ու ծիսակարգերին, որոնք կապված են Սուրբ Զատկի տոնի հետ։ Քրիստոնյա աշխարհը նշում է Քրիստոսի Սուրբ Հարության տոնը, որը մենք անվանում ենք նաև Զատիկ։ Այն գարնան զարթոնքի վերածննդի խորհրդանիշ է, ուստի այս կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները եւ ամենուր ունեն յուրատեսակ ավանդույթներ եւ սովորույթներ։ Զատկի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև այլ եկեղեցիներում հատուկ պատարագ է մատուցվում։ Հայ առաքելական եկեղեցում բնորոշ ավանդույթները եւ զատկական ուտեստները ծանոթ են բոլորիս։ Եկեք տեսնենք, թե մյուս քրիստոնյաներն ինչպես են նշում։ Եվրոպայի որոշ երկրներում եւ Միացյալ Նահանգներում Քրիստոսի հարության խորհրդանիշը զատկական ճագարն է։ Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածուհիների կողքին պաշտում էին նաև գարնան եւ պտղաբերության աստվածուհի Էոստրային, որի խորհրդանիշը ճագարն էր։ Լեհաստանում զատիկը տոնում են 2 օր։ Զատկի կիրակիին այնտեղ հաջորդում է այսպես կոչված թաց երկուշաբթին։ Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս եւ համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։ Սա որոշակիորեն կարելի է նմանեցնել մեր Վարդավառին։ Ի տարբերություն Լեհաստանի, Ավստրալիան զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4-օրյա տոնակատարությունները սկսվում են ավագ ուրբաթ եւ ավարտվում երկուշաբթի։ Նրանց տոնի ճաշացանկը կազմում է տապակած գարան, տավարի կամ հավի միսը, համենված բանջարեղենով։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ մի քանի այլ կաթոլիկ եկեղեցիներում զատիկին մեծ ուշադրություն է դարձվում հատկապես շոկոլադին։ Այստեղ իրար նվիրում են շոկոլադե ճագարներ եւ կոպեկներ՝ ի նշան հաջողության։ Ռուսաստանում ի վերուստ մեծ ուշադրություն են դարձրել հատուկ զատկական հավկիթներին։ Ամենայուրահատուկները ունեին Ալեքսանդր III եւ Նիկոլայ II կայսրերը, որոնք նրանց համար պատրաստել էր հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեն։ Ռուսաստանում առաջին զատկական ձուն, պատրաստված ոսկուց եւ էմալից, Ալեքսանդր III ցարի նվերն էր իր կնոջը։ Զատկական տոների նկատմամբ հետաքրքիր ուշադրություն ունեն մեքսիկացիները։ Այնտեղ տոնվում է մոտ 2 շաբաթ եւ կրում ժողովրդական տոնախմբության բնույթ։ Ավագ ուրբաթ օրվանից թատերականացված երթեր են անցկացվում։ Իսկ Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը։ Անկախ սովորույթներից եւ ավանդույթներից,
Հիսուս Քրիստոսի հարության տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, այնպես որ Քրիստոս հարյավ հիմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։ Շրջեցինք երկրե երկիր, իհարկե շնորհակալություն տեսանյութի համար մեր գործընկերուհուն Արմինեին, այս պահին վերադարձանք եւ հիշում ենք, որ վաղ այո Սուրբ Հարության տոնն է եւ Սուրբ Զատկի խորհուրդը հոգեվոր, որքան անասելի մեծ եւ կարեւոր է, որ կրում ենք յուրաքանչյուրս մեր հոգում, բայց նաեւ չենք կարող երկրային բարիքները մոռանալ, առած սեղանները մոռանալ, որոնք բոլորիս տներում լի են լինում։ Շաբաթ երեկոյան արդեն բոլորս հավաքվում ենք սեղանի շուրջ եւ ավանդական այդ ուտեստները, որոնք բոլորի տներում կարելի է հանդիպել, թվում է թե շատ պարզ են, բոլորս գիտենք պատրաստել, բայց կարծում եմ, որ այստեղ պրոֆեսիոնալ խոհարարի օգնությունը տեղին կլինի, միգուցե ամեն ինչ չէ, որ գիտենք պատրաստել։ Այդ իսկ պատճառով խոհարար ֆուդբլոգեր Աբրահամ Բաբիկյանի հետ փորձելու ենք հասկանալ, թե զատկական սեղանի բոլոր այն մանրուքները, որոնք կարևոր են, թե առհասարակ խոհարարական աշխարհում ինչ է կատարվում։ Բարի լույս Աբրահամ, բարի գալուստ մեր տաղավար։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Հիանալի, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ հրաշալի եւ մտածում եմ, եթե օրինակ տանը մեկը լինի, որ շատ լավ պատրաստի, հատկապես կանանց համար դա կլինի հրաշալի։ Ասեք տեսնեմ, դուք ում համար եք ամենասիրով պատրաստում եւ ով է առաջինը ճաշակում ձեր պատրաստածները։ Ներկա բային ամենասիրով պատրաստում եմ իմ հետևորդների համար, Instagram-ի համար ավելի շատ։ Եվ իհարկե առաջին ես եմ փորձում իմ պատրաստածները։ Քանի որ մենակ եմ ապրում, իսկ հետևորդները բա չեն փորձում, միայն նայում են։ Ինքնա դեպքեր, երբ ես հյուրասիրում եմ եւ հարևաններին, եւ բարեկամներին, նաեւ եղելադեպք եւ հետևորդներին, հենց այնպես հյուրասիրել եմ եւ գոհեներ եմ։ Մտածում եմ ես ձեր հետևորդ եմ թե չէ, բայց կարծես թե դեռ ոչ։ Այդ սխալը ուղղել, այո։ Աբրահամ, եկեք սկսենք ամենակարևոր օրվանից, տարվա թերևս, կարծում եմ ամենակարևոր օրն է Սուրբ Հարության տոնը եւ բոլորի սեղաններին գրեթե միշտ նույն ուտեստներն են, կարմիր ներկված, գոնե ինձ համար պարտադիր կարմիր ներկված ձու, ձուկ, առատ կանաչեղեն, չամչով, բրնձով, փլավ։ Ունենք ավելացնելու որևէ բան, որ միգուցե մեր հայկական ազգային խոհանոցում կա, բայց մենք չենք պատրաստում։ Ես կավելացնեի քո ասածներին նաև կատնահունցը եւ չորեկը։ Ինչու կատնահունցը, մենք հայերս չգիտեմ ինչի, ես վերջի տարիներին գուլիչ ենք դնում սեղանին, բայց մոռացել ենք կատնահունցի, նազուկի եւ գաթայի մասին, որը որ սլավոնական չէ, կարծում եմ երկրում։ Քանի որ պարտադիր է կատնահունցը լինի հայ սեղանին, այն շատ սիրուն է, այն շատ համեղ եւ ոչ մի բանով չի տարբերվում գուլիչից։ Կասեք բաղադրատոմսը։ Այո, բաղադրատոմսը շատ բարձ է, կոլ կաթին ավելացնում ենք խմորիչ, շաքարավազ, ավ, ալյուր, հավկիթ, կարակ եւ մի փոքր վանիլին։ Հունցում ենք, ստանում ենք փափուկ ձեռքային չգպճող խմոր, այն հետև գեղեցիկ հյուսք ենք տալիս եւ գլորավուն տեսք եւ դա թխում ենք եւ պատրաստը շատ արագ եւ հեշտ է պատրաստում, քան գուլիչը։ Ուղղակի պետք է մենք հիշենք, վերհիշենք մերը եւ պատրաստենք մեր ազգային խոհանոցի ուտեստները։ Կարող ենք նաեւ զարդարել այն գույնզգույն կոնֆետներով։ Կարող ենք զարդարելուց, երբ հավգիթի դեղնուցը քսում ենք կատնահունցի վերևից, քունջութի սերմեր, ինչ որ գեղեցիկ սերմեր, նաև խմորի մեջ կարող ենք չամիչ ավելացնել, չրեղեն ավելացնել, այդպես նույնպես համով ստացվում։ Աբրահամ, եկեք սկզբից բոլոր ուտեստներին, այսպես անդրադառնանք եւ խորհրդանիշերը անպայման ասենք, որը ինչի համար է պատրաստվում հենց Հարության տոնին։ Չամիչով եւ չրերով փլավը ինքը խորհրդանշում է քրիստոնյաներին։ Չամիչը, չրերը դրանք քրիստոնյաներն են խորհրդանշում, իսկ բրինձը դա ամբողջ մարդկությունը։ Հավգիթը ինքը մեծ նշանակություն ունի քրիստոնեության համար, քանի որ այն կյանքի եւ սկիզբ է նշանակում եւ երկիր մոլորակի ձևն է եւ կարմիր գույնը ներկված Հիսուսի թափած արյունն է եւ այդ ամենը մեծ խորհուրդ ունի հայերիս համար, որովհետեւ մենք ենք առաջին ընդունել քրիստոնեություն եւ հենց այս ամեն ինչ մեզնից է կարելի ասել գնացել քրիստոնեության աշխարհի մեջ։ Իսկ ձուկը դեռ առաջի դարում քրիստոնյաները իրար տարբերում էին ձգան նշանով եւ հենց այդտեղից է որ ձուկը
նաև խորհրդանիշ է քրիստոնեության համար։ Դե իսկ հացերի մասին չենք կարող չխոսալ, թե գաթան, թե գատնահունցը, թե չորեկը, իրանք նույնպես պատրաստում են զատկին եւ հայ սեղանից անբաժան մասնիկ է կազմում դա։ Նաև կանաչիները, որոնք եւ սեզոնի ժամանակ պատրաստում ենք եւ հենց զատկի, հենց այս հատվածում ենք պատրաստում Ինչ կարմիր գինի։ Եվ իհարկե առանց կարմիր գինի չի կարող լինել։ Ապրամ զրույցի ընթացքում առաջ ավելի ճիշտ ես հասկացա, որ արմատներով Վրաստանից եք, հետաքրքիր է որ տարիքից եք Հայաստան տեղափոխվել եւ այդ զատկական ավանդույթները քիչ առաջ տեսանյութ էինք դիտում տարբեր երկրներում, ինչպես են նշում, ինչ ավանդույթներ կան, կարող եք մի քանի այսպես գծով նաեւ ներկայացնել, թե Վրաստանում ինչպես են նշում զատկի տոնը եւ ինչ ավանդական ուտեստներ իրենք ունեն։ Այո, մենք հիմնականում հայկական ուտեստներ ենք պատրաստում, Ջավախքում այնտեղ բոլորը հայեր են եւ ես որ հիշում եմ Հավգիտները դա պարտադիր էր, փլավը չամիչով տատիկս միշտ պատրաստում էր, գաթան անբաժանելի մասնիկներ սեղանի, դե իհարկե ձուկը նույնպես լինում էր սեղանին, բայց եթե ճիշտ եմ հիշում, հավգիտ ներկում ենք հավգիթը ուրբաթ իրիկումն էր տատիկս ներկում, արդեն շաբաթ օրը հելնում ենք, երեխաներով հավգիտները կոտրում ենք, նայում ենք ով պետքա հաղթեր, այդպես հետաքրքիր հիշողություններ կար։ Եվ արդեն երկուշաբթի օրը հիշում եմ, որ գիրակի օր եկեղեցի ենք գնում, իսկ երկուշաբթի օրը արդեն գնում ենք գերեզմաններ, այո, մեր բարեկամների տենց հավաքվում ենք հանգուցաններին, որ երկրի խոհանոցներին եք տիրապետում եւ կարող եք առանձնացնել ձեր ամենասիրելին, իհարկե կարծում եմ ազգային մեր հայկական խոհանոցից հետո։ Հայկական խոհանոցից հետո առանձնացնում եմ իտալականը, այնուհետև կարելի ասել վրացականը, նաև մեքսիկականը, ինչ ոչ նաև այս վերջի շրջանում արդեն չինական, ճապոնական խոհանոցը, որը լայնորեն տարածվում է Երևանում։ Եվ տիրապետում եք յուրաքանչյուրին։ Այո, ինչ-որ չափով տիրապետում եմ։ Իսկ կարող եք ասել մենք հայ ազգը հայկականից հետո որ խոհանոցն է ավելի սիրում։ Ինձ թվում է հայերը սիրում են հայկականից հետո իտալական է գալիս, շատ մոտ է պիցա, բոլորը սիրում են, պաստա, բոլորը սիրում են, այնուհետև սուշի, ինձ թվում է վերջի տասնամյակում բոլորը սկսել են սուշի ուտել, նաև վրացականն է գալիս, որովհետև շատ են վրացական ռեստորաններ Երևանում, Խնկալի, Խաչապուրի հայերը սիրում են։ Ահա։ Եվ արդեն չենք էլ ասում վրացական, մերն է համարյա այնքան սիրում ենք։ Աբրահամ, մի քիչ եկեք սկիզբ գանք եւ պատմեք, թե ինչպես որոշեցիք խոհարար դառնալ։ Ինձ միշտ հետաքրքիր է յուրաքանչյուր մասնագիտություն կրող մարդուն այդ հարցը տալիս են, բայց խոհարարին հատկապես որ պահից են մարդիկ զգում։ Համային հոտային ընկալիչներն են միգուցե մի պահ զգում, որ ավելի զարգացած է իրենց մոտ, թե ուտել են հենց սիրում, ինչպես է ստացվում։ Բոլորը միասին։ Իսկ եթե իրոք հետ գնանք, ապա ինձ թվում է այդ մանկության վառ հուշերն են ինձ դեպի խոհարարություն բերում, որովհետև ես երեխա ժամանակ շատ եմ սիրում համով ուտել, շատ եմ սիրում ուսումնասիրել ոնց է տատիկս պատրաստում, անդադ գնում էի խմորներ անում ես, ինչ որ մի բան անում եմ, գնում խանգարում եմ, պարտադիր ուզում եմ տենալ ոնց ստացան վերջնական տեսքը, ու հենց այդ ամենից հետո իմ մեջ սեր արթնացավ դեպի խոհարարություն, դե արդեն Հայաստան գալու հետ մեկտեղ ես սովորեցի համալսարան եւ ձեռի հետ սովորեցի խոհարարություն, աշխատում էի խոհարար, սովորում էի համալսարանում եւ այդպես մի քանի տարի աշխատել, սովորել եմ մինչեւ վերջերս, որ արդեն չեմ աշխատում խոհարար, արդեն միայն Instagram-ով բլոգ եմ վարում եւ այդպես։ Ահա, հասանք Instagram-ին եւ բլոգին։ Այսօր բոլորը դիտում են, նայում են, հագենում են, հրճվում են, զարմանում են սոցիալական ցանցերի միջոցով։ Հետաքրքիր է խոհարարը ինչպես է իրեն ռեալիզացնում բլոգի միջոցով, սոցիալական ցանցի միջոցով, նպաստում է որևէ նոր ծանոթությունների առումով, ինչ է տալիս Instagram-ը խոհարարին։ Եթե ասում ենք խոհարար, պատկերացնում են գազօջախի դիմաց, մարդիկ սպասում են, որպեսզի համտեսեն։ Ինչ է տվել ինձ խոհարարությունը եւ Instagram-ը առաջ գնալու մեծ այդ միտքը եւ տեսել եմ ոնց եմ առաջ գնացել, անընդհատ ինչ-որ նոր բաներ ես սովորում, նոր մարդկանց հետ ես ծանոթանում, դա նաև նոր մասնագիտություն է, ինչու ոչ, որովհետև 21-րդ տարի ամենապահանջված
մասնագիտություններից մեկն է։ Նաև ինչն էր իմ համար լավ, ես ավելի շատ սկսեցի ճանաչել հայկական խոհանոցը եւ ազգային ուտեստները, որովհետեւ առաջիններից էի, եթե ոչ առաջին իհարկե, որ հայկական խոհանոցը ներկայացրեց Instagram-ում 2 տարի արդեն ավել է եւ չկար մարդ, ով մոռացված ուտեստները պատրաստել եւ ներկայացնել մարդկանց եւ ես փորձեցի դա անել եւ ինչ որ չափով ստացվեց իմ մոտ, որովհետեւ մարդիկ միանում էին աշխարհի տարբեր երկրներից։ Այդ դա էի ուզում հասկանալ, կան ձեր հետևորդների մեջ օտարազգիներ եւ ինչպիսին է արձագանքը։ Օտարազգիներ էլ կան, բայց ավելի շատ հայերն են։ Դու տեսնում ես, դու չես կարող չտեսնես, ով է միանում քեզ, իտալացիներ են միանում, Իրանից են միանում, Ամերիկայից են միանում, տարբեր երկրներից միանում են, նաեւ այլ ազգիներ են միանում, բայց հիմնականում հայերն են միանում, որը շատ գովելի է, որ նայում են, հիշում են հայկականը, վերհիշում են, իրանց տատիկի բաղադրատոմսերն են ասում, իրանց մայրիկների բաղադրատոմսերն են ասում եւ կիսում են։ Շատ մեծ իմ կարևոր նպատակներից մեկը, որ ես ունեի Instagram մտնելուց, որ ինչ որ նպատակ ունենա իմ արած գործը եւ միտք ունենա եւ դա իրանը հասա, որովհետեւ մարդիկ ուրախ են, մարդիկ նայում են եւ մարդկանց դուր է գալիս։ Աբրահամ, իսկ ինչպես է արձագանքում մեր հարևան երկրների այն բոլոր ներկայացուցիչների ոչ հաճելի իհարկե մեկնաբանություններին, որոնք ջանք չեն խնայում, գիտենք, պար, երաժշտություն, երգև խոհանոց, ուտեստներ, հատկապես պատրաստող այդ տեսանյութերի տակ հաճախ կարելի է տեսնել ինքներդ գիտեք ինչ մեկնաբանություններ, այո, անդրադառնում եք, պատասխանում եք եւ իրանց տոնով եք պատասխանելը իրանց ուղղակի պետքա ջնջես իրանց մեկնաբանությունը չպատասխանես ոնց էլ հենց այդպես էլ ես անում եմ ջնջում եմ եւ եթե զգում եմ էլի փորձում գրի արդեն սև ցուցակ որովհետեւ իրանք անուղելի են ինչ անում ես իրանցն ասենք սովորական եթե մի բանը որ հայկականա լավաշը կապան մերն է դա ամեն ինչը իրանցն է անգամ ոչ հայկական անգամ վրացական խոհանոցից եթե ինչ որ բան անես դա մերն է իրանց մոտ այդ իրանց վերցնելու գողանալու այդ միտումը այդ սովորությունը կա անհնար է իրանց մոտից ուղղել դա թեև կարծում եմ պետք է միասնաբար շատ կոպիտ պայքարել, ոչ միայն փակել եւ ջնջել, որովհետեւ այդպես իրենք կարծում են գուցե հաղթում են եւ իրենք ճիշտ են։ Չէ, միասնաբար պետքա պատրաստեն բոլորը եւ ցույց տան որ դա հայկական է։ Այդ դա գոքնի, իսկ պատասխանելով իրանք մեկա չեն հասկանում իրանք։ Այո։ Անդրադառնանք նորից հետ գանք խոհանոց եւ մի ավանդական հարց, որը կարծում եմ բոլոր խոհարարներին տրվում է բոլոր ժամանակներում։ Կին թե տղամարդ խոհարար, ես շատ սիրում եմ այդ հարցը, որքան էլ ծեծված է, բայց չեմ հարցնում, որ խոհարարն է ավելի լավը, կին թե տղամարդ։ Ես ուզում եմ հարցնել, եթե դրված լինի երկու ափսե ուտեստ, եւ դուք փորձեք, կարող եք ասել որն է պատրաստել կինը, որը տղամարդ խոհարարը։ Օ, չեմ կարծում, որ կարելի է տարբերել կին թե տղամարդ է պատրաստել։ Ես հիշում եմ իմ տատիկի ու մամայի պատրաստածները, դրանք ավելի համով են, քան իմ պատրաստածները։ Իսկ հիմա ինչ կարծիք են։ Իրանց դուրը գալիս է ինչ որ պատրաստում եմ, բայց եւ այնպես կա հիշողություն, մանկության այն վառ համերը, որ ես շատ հազվագույթ եմ կարողանում ստանալ այդ համը, ինչ որ ես փորձել եմ երեխա ժամանակ Վրաստանում մամայիս ու տատիկիս պատրաստածից։ Որովհետև իրենք ավելի սիրով էին պատրաստում, կարծում եք։ Եվ սիրով, եւ հոգատարությամբ գիտեին ում համար են պատրաստում։ Եվ դա էլ կա, եւ ուտելիքի մեջ պետքա կյանք տնես, պետքա էներգիա, պետքա ամբողջությամբ քեզ տաս այդ ուտելիքը պատրաստելուն, շատ անգամ ռեստորաններում դա չի լինում, որովհետև խոհարը տեմպի տակ աշխատում, ինքը ներվային վիճակն է լինում իր մոտ, բայց տունը ինքը հանգիստ են պատրաստում, վերջո տան անդամների համար են պատրաստում եւ վերջում նստում ընդհանուր ընտանիքով հաց են ուտում։ Ես ֆիքսեցի, որ դուք ասացիք մենակ եք ապրում, այդ դեպքում ձեր սերն ու էներգիան ուտեստների միջոցով ում եք փոխանցում։ Նայեք, ես ուտեստները պատրաստելուց ես նաև առաջի անգամ պատրաստում եմ, առաջի անգամ փորձում եմ։ Չեմ կարող ինչ-որ մի բան վատ անեմ կամ եթե դրամատրություն չեմ ունենում, ես այդ օրը վիդեո չեմ նկարում բացարձակապես, որովհետև չեմ կարողանալու այդ այն ձևով պատրաստեմ, ինչ որ պետքա հասարակ ժպիտով կամ ուրախ կամ հանգիստ վիճակում պատրաստես։ Իսկ ես մի առաջարկ ունեմ, երբ տեսախցիկից այն կողմ ես պատրաստում, դա լրիվ ուրիշ էներգիա է, երբ միայնակ ես։ Ասացիք, որ հետևորդները երբեմն համտեսում են, փորձում են
Իսկ ինչ կլինի, եթե ժամանակ առ ժամանակ հետևորդների հետ ենթադրեք պատրաստեք։ Ձեր ակտիվ հետևորդների հետ, որոնք նաև գուցե խորհրդարական հմտություններ լավ միտք եք տալիս, կարելի է պատրաստել եմ տարբեր արտիստների հետ, եղել են դեպքեր, որ երգչուհի ա եղել կամ դերասանուհի ա եղել կամ այլ ոլորտի մարդերը, որոնց հետ պատրաստել եմ, հոլովակ ենք նկարել ընդհանուր, շատ հավես է նաև եւ շատ հետաքրքիր է դա, բայց լավ միտք եք ասում, կարելի է պատրաստել ակտիվ հետևորդների հետ։ Այո։ Եվ մի այսպիսի հարց ձեզ համար, որն է ամենահամեղ ուտեստը։ Կապ ունի որ խոհանոց։ Իմ համար ամենահամեղ ուտեստը, երբ այդ ուտեստը ունի իր պատմությունը եւ ամբողջ էներգիայով է պատրաստում դա։ Եթե ինձ ասում են որտեղ ես փորձել ամենահամեղ ուտեստը, ես չեմ կարող ասեմ որտեղ եմ փորձել, որովհետեւ ես ինչ որ փորձել եմ երեխա ժամանակ, ես չեմ փորձել հիմա, ես այն համը հիմա ոչի բանից չեմ առնում։ Այսինքն իմ համար համով է լավաշը, երբ տատիկս էր թխում, համով էր այն պանիր, երբ իրանք են սարքում ուտում էի, համով էր այն կարտոֆիլը, երբ մենք ենք աճացնում, հանում հողից, ասես պատրաստում ուտում ենք։ Իմ համար պահին պատմություն պարունակող, հա, այո, պատմություն, ինչը ունի պատմություն, դա նաև ունի համ եւ դա ունի մեծ էներգիա իր մեջ։ Եվ շփվում եք շատ հետևորդների հետ, մարդկանց հետ, ինչ եք նկատել այսօր երիտասարդների մեջ կա միտում խոհարար դառնալու այս մասնագիտությունը ինչ դեր ունի այսօր մեր հասարակության մեջ։ Այո, ասեմ ձեզ պահանջված մասնագիտություն է եւ Երևանում նամանավանդ վերջի 10 տարիներում շատ ռեստորաններ, կաֆեներ աշխատում են եւ պահանջարկ միշտ կա խոհարարին։ Միշտ։ Եվ ինչ է պետք լավ խոհարար դառնալու համար։ Որոշակի տաղանդ, բնատուր, պարզապես ճկուն մատներ, երևակայություն, միտք ինչ։ Լավ խոհարար դառնալու համար պետք է լինել աշխատասեր եւ միտքդ ճիշտ կառավարել խոհանոցում եւ ճիշտ համադրություններ անել։ Դա կարելի է այդ տեխնիկան զարգացնել, թե պետք է բնատուր լինի մարդու։ Եթե չսիրես, դու երբեք չես կարող դառնալ խոհարար, որովհետև ես կարծում եմ խոհարարների աշխատանքը ամենածանր աշխատանքներից մեկն է եւ ամենապատասխանատու, որովհետև գործում են մարդկային կյանքի հետ, որովհետև անդադ պատրաստում են ու շատ մարդիկ են փորձում իրենց պատրաստածները։ Այսինքն եթե աշխատես խոհարար, դու չես կարող չսիրես խոհարարությունը, որովհետև ինքը շատ ծանր եւ շատ երկար ճանապարհ գնացող մասնագիտություն է եւ շատ աշխատասիրություն է պետք խոհարարության մեջ։ Ես դա իմ փորձից եմ ասում, որ ես որ հիշում եմ ես ոնց եմ աշխատել ժամերով եւ ինչ եռանդով ջանքով, որ ինչ որ մի օր կարողանա հասնեմ իմ թե տաղանդի թե աշխատասիրության շնորհիվ ինչ որ մի բանի եւ դա ես արեցի, այո, աշխատասիրություն եւ սեր դեպի խոհարարություն։ Հրաշալի։ Իսկ ձեր ճանապարհի, ձեր երազանքների գագաթնակետը ո՞րն է, դեպի ուր եք գնում այս պահին։ Սեփական ռեստորան, մնացել է մեկ նպատակ։ Չէ, Միշտյան աստղ չէ, դեռ միտք էլ չկա։ Ներկա պահին երևի թե փոքր ինչ որ մի տեղ, որտեղ կպատրաստեմ ու մարդիկ կգան կփորձեն եւ կխոսան իմ հետ։ Ինքը չի լինի հասարակ կաֆե կամ հասարակ ռեստորան, ինքը կլինի այդպես հավես տեղ, որ մարդը գալով այնտեղ ինձ կտենա, կխոսա իմ հետ, կհամտեսի իմ պատրաստածը, այդ եւ որտեղ ներդրված կլինի մի ամբողջ էներգիա ու հուսամ կկատարվի դա շուտով։ Համեղ զրուցարան։ Այո, զրույցներ համեմված համեղ ուտեստներով։ Այո։ Աբրահամ Բաբիկյան, խոհարար, ֆուդ բլոգեր, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, ձեզ իհարկե հաջողություն եմ մաղթում, ասպար երևակայություն, համեղ ուտեստներ, որոնք հուսով եմ մի օր էլ ես կփորձեմ։ Միանշանակ։ Սիրելի հեռուստադիտողներ, Աբրահամ Բաբիկյանի հետ էինք զրուցում եւ իհարկե, ինչպես արդեն լսեցիք, եթե հանկարծ մեզ նոր եք միացել, կարող եք իհարկե մեր Facebook-յան կամ YouTube-յան ալիքով հետ տալ, ինչպես ասում են, եւ դիտել, որովհետեւ խոսում էինք նախ զատկական ուտեստներից, որը կարծում եմ այսօր եւ վաղը ամենակարևոր թեման է լինելու։ Մենք Բարև Երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։
Ահա եւ վերջ սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթօրյա մեր բարև երկիրը կամած մոտեցավ ավարտին։ Շնորհակալություն ձեր սուրճ շունթերը ինձ հետ այսօր կիսելու համար։ Ես հիշեցնեմ մեր գործընկերոջը Տունդեպո խանութ սրահին եւ իհարկե այն հասցեները, որոնցով կարող եք հետեւել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Հիշենք, որ վաղը Սուրբ Հարության տոնն է, ինչը նշանակում է, այո, հայացքը ուղղել մեր Աստված, ազատագրվել մեղքերից, ազատագրվել չար եւ վատ մտքերից եւ գնալ դեպի լույսը, գնալ դեպի բարին։ Թող Աստծո օրհնությունը եւ հրաշափառ լույսը լինի բոլորիս ընտանիքներում։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։